Բերեք սկսենք ամենաթարմ տեղեկությամբ Էրդողանն ասում է Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունների շարունակման ուղղությամբ։ Կասեք նրա այս դերումով է ընտրել Թուրքիային։ Տեսեք, նախ կոնֆլիկտի հենց ամենասկզբից Թուրքիան ինքը փորձեց որոշակի դերակատարում ստանձնել, մասնավորապես նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության սկզբունքներից էր բխում, ուրեմն միջնորդի դեր ստանձնելը, բնականաբար իրեն չհաջողվեց ամբողջությամբ միջնորդի դերով հանդես գալ, որտեղ առաջին հերթին ռուսական կողմը հայտարարեց, որ Թուրքիան ըստ էության միջնորդ չի կարող լինել, որովհետև նա աջակցում է Ուկրաինային, տրամադրելով զենքեր, հատկապես դրոնների մասն է խոսքը։ Բայց այստեղ պետք է նկատի ունենալ, որ այս կոնֆլիկտի հարցում միջնորդները, այսինքն կողմերը, որոնք որ պատրաստական են հարթակ տրամադրել, ուրեմն նպաստել ինչ-որ բանակցությունների կազմակերպմանը, իրականում քիչ են եւ այստեղ Թուրքիան օգտվում է։ Ես ավելի շուտ կասեի ոչ թե Թուրքիան միջնորդ է, այլ ավելի շատ Թուրքիայի տարածքը հարթակ է ուրեմն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների համար։ Այսինքն կողմերին ձեռք տալիս է Թուրքիայի նման դերակատարությունը, երկուսին էլ։ Ես կարծում եմ այո, որովհետև պատուհանները քիչ են, որպեսզի երկու կողմերը երկխոսեն, այդ քիչ պատուհաններից մեկը Թուրքիան է եւ այստեղ բացի զուտ միջնորդ լինելուց կա նաեւ աշխարհագրական դիրքի խնդիրը, որտեղ Թուրքիան ինչ որ առումով սահմանակից է այս ֆիզիկական առումով առաջին հերթին Սև ծովը նկատի ունեմ եւ Թուրքիայի համար կարևոր են այս գործողությունները։ Բայց դժվար թե չլինի Վաշինգտոնի համաձայնությունը այս ամենում, չէ՞։ Համաձայն եմ, հատկապես վերջինը, իմջալոց երբ որ հացահատիկային գործարքը չեղյալ հայտարարվեց, ռուսները հետո հրաժարվեցին գազային հաբի ստեղծման այդ մտքից, Թուրքիան այսպես երկրորդական պլան, շատ ավելի երկրորդական պլան մղվեց, եւ անգամ միջնորդական առումով էլ իր ջանքերը չարդարացան, միջև որ Թրամփի նախագահ դառնալը եւ այս համատեքստում այո, Թուրքիային որոշակի դերակատարում տրվեց եւ կարծում եմ հենց նահանգների նախաձեռնությունը եղավ դա։ Նելի, նախ ասեք, Էրդողանը փակել է քրդական հարցը, եթե այո, ապա դարձյալ Վաշինգտոնի համաձայնությամբ։ Գիտեք, ես կարծում եմ քրդական հարցը փակված չէ։ Դա կարելի է դիտարկել որպես մի կերպափոխություն քրդական խնդրի, այսինքն այս փուլում քրդերը անիմաստ են համարում զինված պայքարի շարունակումը, որովհետև եթե մենք դիտարկենք այսօր Թուրքիայի ունեցած ռազմական հնարավորությունները, արդեն ինչ որ առումով անխելամիտ կլինի այդ բոլորը շարունակելը։ Առաջին, երկրորդ կա նաև Վաշինգտոնի ուրեմն գործոնը առնվազն, որովհետև օրինակ Մերձավոր Արևելքում քրդական, նկատի ունեմ Իրաքը, Սիրիան, քրդական ակտիվությունը հիմնականում պայմանավորված էր Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Եվ այս հարցում վերջին շրջանում նկատվում է որոշակի իմ գնահատմամբ զիջում Միացյալ Նահանգների կողմից կամ ուժերի այսպես ինչ որ վերադասավորման փուլ է գնում, որովհետև գլոբալ Միացյալ Նահանգների գլոբալ այսպես մերձավոր արևելյան ավելի շուտ քաղաքականության մեջ է փոփոխություններ նկատվում եւ անգամ դերակատարների հետ կապված կա փոփոխություններ, այնպես որ ավելի շուտ քրդական խնդիրը կմնա որպես ռազմավարական ռեսուրս հետագայի համար արդեն, բայց հարցը փակված չէ, որովհետև եթե զուտ ներքին քաղաքական առումով դիտարկենք արդեն քրդական խնդիրը, ճիշտ է, շատ բան չի հրապարակայնացվում, թե ինչ են պայմանավորվել, բայց խնդիրը կարծես թե հետևյալում է, որ քրդերը պետքա սահմանադրությամբ ստանան որոշակի ավելի մեծ իրավունքներ։ Եվ ըստ էության քրդերը հիմնականում կկենտրոնանան առաջիկա գործողությունների վրա, դա կարող է լինել արտահերթ ընտրությունները կամ համաձայնությունը կամ Էրդողանի կամ ընդդիմության հետ, որտեղ երկու ուժերի հետ էլ ակտիվ գործակցություն է տեղի ունենում։
Ինչի մասին է խոսում Սիրիայի տարածքում քրդերի մասնակցության բախումները։ Սիրիայի տարածքում տեսեք կա փաստացի քրդական ինքնավարություն այսօր։ Ներողություն, այսօր Միացյալ Նահանգների պետքարտուղարը ավելի վտանգավոր հայտարարություն արեց, որ Սիրիան կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին։ Իմ ջալուց նշեմ, որ դա վերջին շրջանում շատերն են նշում եւ իսկապես, որովհետեւ այստեղ եւ ես կասեի միայն քրդերի հարցը չէ, որովհետեւ դեռ ալևիների խնդիրը չլուծվեց դրուզների խնդիրը, այսինքն Սիրիան ինքը եւ նաեւ քրիստոնյաների խնդիրը, որովհետեւ հենց արևմուտքը առաջին հերթին սիրիական նոր իշխանություններից պահանջում էր հարգել այս բոլոր էթնիկ խմբերի ուրեմն իրավունքները։ Եղան որոշակի համաձայնություններ, օրինակ քրդերի դեպքում, բայց կարծես թե պաշտոնական Դամասկոսը այդքան էլ հակված չէ քրդերին տալ ավելի լուրջ իրավունքներ։ Իսկ քրդերը այսօր այդ հատվածում բավականին մեծ ուժ են կազմում, կազմակերպված զինված ուժեր ունեն, աջակցություն են ստանում հատկապես Միացյալ Նահանգներից, որը ճիշտ է իր ռազմական, այսպես միավորների մի մասը տեղափոխել է Իրաք, բայց այնուամենայնիվ շարունակում է այստեղ մնալ։ Իսկ Թուրքիայի դեպքում ամենակարևոր հարցը այն է, որ զսպի Սիրիայում տեղի ունեցող հետագա ցանկացած իրադարձություն, մասնավորապես քրդերի հետ կապված։ Եվ այստեղ Թուրքիայի այսպես քաղաքականությունը շատ հստակ է՝ պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, դրանով իսկ ապահովելով իր անվտանգությունը առաջին հերթին քրդական խնդրից։ Շատերի կարծիքով էլի Վաշինգտոնը սիրիական խնդիրը վստահել է Թուրքիային, թե այդպես չէ։ Գիտեք, շատ վաղ է նման բան ասելու համար, որովհետև Սիրիայում կան լուրջ խաղացողներ, որքան էլ որ մենք այսօր այսպես հետին պլան մղենք Ռուսաստանին, բայց ակնհայտորեն Սիրիայի հարցում որպես դերակատարներ կպայմանավորվեն Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները։ Թուրքիան այդ մակարդակին չի բարձրացել Սիրիայում։ Ճիշտ է, Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Միացյալ Նահանգները իրեն վերապահի այստեղ իր գործողությունները, բայց ես կարծում եմ առայժմ մենք այդ առումով վստահ ասենք, որ Վաշինգտոնը թողել է Թուրքիային, ճիշտ չի լինի։ Բա Իսրայելը։ Այստեղ կա, այո, եթե մի փոքր ավելի ընդլայնենք, կա Իսրայելի ֆակտորը նաև, բնականաբար։ Եվ ես նոր խոսեցի Միացյալ Նահանգների նոր մերձավոր արևելյան քաղաքականության մասին։ Տեսեք, Միացյալ Նահանգները նոր իր այս քաղաքականության համար ուրեմն շատ մեծ տեղ է հատկացնում երկու պետության՝ Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին։ Եթե մենք տեսնենք, թե վերջին այս այցելության ընթացքում ինչպիսի գործարքներ կնքվեցին, ինչպիսի մեծ գումարների մասին է խոսքը, ու հատկապես ռազմաարդյունաբերությանը վերաբերող, ռազմական ոլորտին վերաբերող, թե ինչպիսի զենք ու զինամթերք պետք է մատակարարվի առաջին հերթին Սաուդյան Արաբիային։ Այսինքն սա փոխում է ամբողջ, այսպես պատկերացումը այդ տարածաշրջանի նկատմամբ, այն դեպքում, երբ որ Թուրքիան չստացավ որևէ ներդրում եւ առայժմ անգամ պայմանագրով իր համար նախատեսած որոշ ուրեմն զինատեսակներ, մասնավորապես այստեղ հատկապես F-16-երի մասին է խոսքը, Թուրքիան դեռ խոսք անգամ չկա, որ Թուրքիային այդ բոլորը կտրամադրեն։ Ների, դու ես կարծում, որ թուրքական արգելքը խափանեց Նեթանյահուի այցը Բաքու, թե կա ավելի խոր պատճառ։ Ես կարծում եմ, որ այստեղ Ադրբեջանը իսկապես փորձում է միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի եւ ուրեմն Իսրայելի միջև եւ ըստ այդ առումով նաեւ մի փոքր ավելի բարձր ուրեմն իր գործողությունները ներկայացնել, մասնավորապես Միացյալ Նահանգների հետ կապված։ Եվ գիտեք, հենց սկզբից էր թուրքական կողմը այդ այցին այդպես առանձնապես շատ մեծ տեղ չէր հատկացնում։ Եվ անգամ նշեմ, որ օրակարգ որպես այդպեսին առանձնապես նշված չէր ինչի շուրջ է լինելու այդ ամենը, բայց հասկանալի էր, որ եթե նույն ժամկաշրջանում Բաքվում լինեն Իսրայելի վարչապետը եւ լինի Թուրքիայի նախագահը, անշուշտ նրանց միջև լինելու է որոշակի ուրեմն բանակցություններ։
Եվ թուրքական կողմը հրաժարվեց, այո, այստեղ Էրդողանը հենց նախաձեռնությունը ցուցաբերեց, հրաժարվեց, ավելի ճիշտ փակեց իր օդային տարածքը Իսրայելի վարչապետի ուրեմն ինքնաթիռի համար եւ ըստ էության պետք է նշել, որ եւ այնտեղ գիտեք Սիրիայում մի դեպք տեղ ունեցավ, երբ որ Իսրայելը սկսեց ռմբակոծել Դամասկոսը, մասնավորապես նախագահի նստավայրի հարակից տարածքները, Թուրքիան փորձեց միջամտել, բայց մեծ հաշվով Թուրքիային ըստ թուրքական մամուլի Միացյալ Նահանգները չարտոնեց եւ ըստ էության ավելի Իսրայելի կողմից հանդես եկավ եւ սա ավելի այսպես փոխեց իրադարձությունները եւ արդեն Էրդողանը կրկին Գազայի խնդիրը առաջ բերեց եւ հրաժարվեց օդային ճանապարհ տալուց եւ ըստ էության կարելի է նաեւ ենթադրել, որ հրաժարվեցին բանակցություններից։ Ամեն դեպքում Թուրքիան դեմ չէ, որ ադրբեջանական նավթը հոսի Իսրայել իր տարածքով։ Ես կարծում եմ դեմ չէ, բացի այդ ինքը Թուրքիան Իսրայելի հետ շատ մեծ ծավալի առևտուր է կատարում։ Իրենք ճիշտ է, պատժամիջոց որպես հայտարարեց Էրդողանը բազմաթիվ անգամներ, որ իրենք փակել են, առևտուր չի իրականացում եւ այլն, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Իսրայելը շարունակում է այդ թվում նաև ռազմավարական բնույթի ուրեմն ապրանքներ Թուրքիայից ստանալ այլ ընտրանքային ճանապարհներով։ Ընդ որում գիտեք հետաքրքիր է, որ որոշ ապրանքների վաճառքը կապում են հենց Էրդողանի որդու հետ։